Բարև ձեզ սիրելի աղջիկներ, նախ առաջինը շնորհավորում եմ բոլորիդ գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ եւ մաղթում եմ, որպեսզի բոլորս լինենք գեղեցիկ ու ծաղկուն, ինչպիսին են այս գեղեցիկ կակաչները։ Այսօր միասին նայելու ենք իմ պատվերները Թեմուից եւ Ալպերիսից, որոնք վերաբերվում են դեկորատիվ եւ խնամքի կոսմետիկային։ Ես պատվիրել եմ շատ բյուջետային կոսմետիկա, որպեսզի կարողանանք համեմատել դրանց որակը եւ տարբերությունը ավելի թանկ կոսմետիկաների հետ։ Ես արդեն բացել եմ հիմնական փաթեթը, սկզբնական unboxing-ը կարող եք տեսնել շորթերում, իսկ հիմա մենք միասին ուղղակի կնայենք բոլոր պրոդուկտները, որոնք որ ես պատվիրել եմ։ Քանի որ պատվերները վերաբերում էին դիմահարտարմանը, ես հիմա իմ դիմահարտարման որոշ մասեր բաց եմ թողել, որպեսզի այստեղ միասին մենք նայենք պրոդուկտները, կարողանանք դրանք փորձարկել եւ ես կիսվեմ ձեզ հետ իմ անկեղծ կարծիքով։ Սկսենք առաջինը կոնսիլերից։ Պատվիրել եմ բացենք այսպիսի տուփ ունի։ Իրականում ես չեմ հիշում նայել եմ գույնը թե չէ, ամենայն հավանականությամբ նայել եմ, որ համապատասխանի ինձ, բայց Թեմուից պատվերներ կատարելուց ես ուշադրություն եմ դարձնում երկու կարևոր բանի։ Նախ առաջինը, որպեսզի ընդհանուր խանութի եւ վաճառողի գնահատականը լինի 4.7 աստղից բարձր ու ունենա բավականին շատ մեկնաբանություններ, նկարներ, անկեղծ կարծիքներ, որպեսզի կարողանամ ես դա պատվիրել։ Հիմա ցույց տամ ձեզ կոնսիլերը։ Իրականում շատ գեղեցիկ, բավականին թանկ տեսք ունեցող տուփ ունի։ Ընդամենը մի քանի կետիկ դնում ենք, որպեսզի փորձարկենք։ Ու քանի որ ես հիմա իհարկե այստեղ չունեմ իմ շվարի բոլոր պարագաները, ուղղակի մատիկով կտարածեք։ Հիմնականում ես հենց այդպես էլ անում եմ կոնսիլերը։ Այսպիսի տեսք ստացվեց վերջում։ Ոչ շատ խիտ, հեշտ տարածվող կոնսիլերը ու շատ քիչ քանակով հնարավոր է ամբողջ աչքի շուրջը մշակել, ինձ իրականում շատ դուր եկավ։ Հաջորդը անցնենք հոնքերի։ Հոնքերի համար ես պատվիրել եմ երկու պրոդուկտ, մեկը դա մանանցիկ մատիտ է եւ հոնքի գել։ Եվ հոնքի համար գել։ Սկսենք մատիտից։ Տեսեք, մի կողմից ունի այսպիսի մատիտի հատված, իսկ մյուս կողմը արդեն չոտկա է սանրելու համար, ինչից էլ մենք հիմա կսկսենք։ Կսում ենք մատիտը ու նորից սանրում ենք։ Մատիտի գույնը իրականում բավականին համապատասխան է, իսկ ինչ վերաբերվում է չոտկային, այն բավականին չոր է եւ եթե ձեր մաշկը նուրբ է, կարող է այն գրգռել, բայց իմ ունքերին այն համապատասխան է, քանի որ դրանք խիտ են ու հաստ ու չոր չոտկաները ամենալավ տարբերակն է։ Սա ևս ես հավանում եմ։ Անցնենք հոնքերի գելին։ Գելերի հետ կապած ես միշտ խնդիր եմ ունեցել, քանի որ դրանք միշտ իմ հոնքերի վրա սպիտակ պլյոնկա են թողել, բայց վերջերս իմացել եմ, որ դրա պատճառը նա է, որ դիմահարտարումը արդեն արված է լինում եւ կրեմները, որ մենք կսել ենք դեմքին, կարող են գելի հետ հայտնվել նաեւ հոնքերի վրա։ Դրա համար խորհուրդ է տրվում հոնքերը հարդարել ամենասկզբում։ Ցույց տամ ձեզ տուփը։ Էլի բավական թանկ տեսք ունեցող, երբեք չես ասի, որ այն այդքան էժան արժի։ Դեպ գները ես ամբողջը կնշեմ վերևում, նաև կնշեմ արտիկուլները ու ամբողջ ինֆորմացիան կթողնեմ մեկնաբանություններում։ Հիմա փորձարկենք սա։ Փոքրիկ սպիտակ չոտկա է, բավականին շատ պրոդուկտ է վրան համակվում։ Հույսով եմ չեմ փչացնի։ Գելն շատ լավն է, էլի հաստ չոտկայով, որը հեշտ թույլ է տալիս հարդարել հոնքերը։ Իսկ թե ինչքան այն կմնա, կտեսնենք արդեն ժամանակի ընթացքում։ Հաջորդ մեծ մասը վերաբերվում է շուրթերին։ Սկսենք սացից, տեսնենք ստեղծին ինչ ամենություն։ Սա հավաքածու է շուրթերի մասկայի և շուրթերի
Բալսամ գելի, բացենք։ Տեսեք ինչ մի տեսք ունի։ Ու իր գտալի կողմասկայի համար ու բացելուց հետո այնքան հաճելի հոտ եկավ, ինչ-որ վարդի ծաղկային քաղցր հոտ։ Որպեսզի փորձարկենք, ես երևի թե ավելի լավ է մաքրեմ իմ շորթները։ Փորձարկենք մասկան։ Շատ նոր հագսվում, շատ նոր։ Ոչ մի լիպկի էֆեկտ չունի։ Թողնենք մի րոպե ու մաքրենք։ Անկեղծ դիմակը այնքան թեթև է զգացում շորթերի, որ ես անգամ չէի մաքրի, ուղղակի որպես բալսամ այն կթողնեի, բայց որպեսզի մենք փորձարկենք իհարկե մնացած պրոդուկտները, եկենք մաքրենք նաև սա։ Ու փաստորեն ինքը թեթև վարդագույն երանգել ունի, որ շորթերին ընդհանրապես չի զգացվում, այլ երևի թե զուտ ակտիվացնում է ձեր բնական շորթերի գույնը։ Օրինակ, եթե ինձ նույնիսկ նվիրեին այսպիսի հավաքածու, ես այնքան կուրախանայի, ուղղակի շատ միմիշնի է։ Հաջորդը արդեն գլոս։ Այս սա ուղղակի փայլ է։ Տեսեք մոտիկից։ Ու լապատկանը իր տափակ ոչ վրձնաձև է, այլ ուղղակի տափակ պլաստիկ։ Փորձենք տեսնենք ինչքանով է հարմար սրանով շուրթերը հարդարել։ Կարծիք, տափակ պլաստիկ է վրձինով անսովոր է հարդարել, ինձ այնքան էլ հարմար չէր։ Նյութը ինքը բավականին խիտ է, զուտ գլոս է, ինքը զուտ փայլ է տալիս շուրթերին, շատ գեղեցիկ նոր փայլ է, առանց ոչ մի շիներների, ուղղակի գեղեցիկ ձևով փայլ է տալիս հաղորդում շուրթերին։ Ինչ-որ լիպկի էֆեկտ չունի, չի զգացվում այնպես ծանր ինչ-որ մի բան շուրթերին, ամեն դեպքում ես դրակաց միայն վրձինը դուրս չեկավ։ Բայց ես հաստատ իրեն կգցեմ, որովհետև շատ նոր գեղեցիկ փայլ է տալիս շատ։ Բացում ենք հաջորդ տուփը և դա իհարկե էլի փայլեր։ Այս անգամ իրանք գունավոր են։ Ով ես խալուցի, փաստորեն սրանք ոչ թե փայլեր էին, գլոս, այլ գունավոր շուրթներն են։ Փորձենք գիները։ Դա արդեն նորմալ չոտկայում է։ Շատ վատ է քսվում, չի մնում շուրթերին, եթե անկախ շուրթերը կպցնում ենք իրար, մաքրվում է, չգիտեմ կարող ասացի, դա պետք է իրան մաքրել, ուղղակի չեմ հիշում ինչ եք պատվիրել։ Գույնը վատը չի, վարդագույն երանգներ սակում են, բայց ես մոտիկից ցույց տամ, տեսեք, ինչ-որ հատվածներում հավաքվում է, լավ չի նստում շուրթերի վրա, փորձենք մաքրել, տեսնենք կարող մաքրելուց հետո ուղղակի ինքը հետաքրքիր վարդագույն երանգ է թվում շուրթերին։ Այո, փաստորեն ես ճիշտ էի, իրան պետք է գցել, թողել որոշ ժամանակ, հետո մաքրել, ինքը տինտի էֆեկտ ունի, տեսեք նոր վարդագույն երանգ է հաղորդում շուրթերին, այս տարբերակով օգտագործելը կարծում եմ արժեի կարելի է համադրել նաև մատիտի հետ, ու արդեն տեսքը ամբողջական կստացվի, շփում շուրթեր կունենանք։ Եթե անգամ սրան էլ ավելացնենք նախորդ գլոսում, ասում եմ շատ հետաքրքիր տեսք կստացվի արդեն։ Այսպիսի ավելի նոր վարդագույն երանգ ունի, ավելի մյութ երանգի է։ Այս մեկը ընդհանրապես չի երևում շուրթերի վրա, ընդհանրապես։ Ու նաև բոլորը ինչ-որ քաղցր համուն են, եթե դու տենց զգացողություն չեք սիրում, ասած չարժե սա պատվիրել, ես օրինակ երկրորդ անգամ այս տեսակը չեմ պատվիրի, որովհետև ինքը հավելյալ ինչ-որ աշխատանք է իրանից պահանջում, պետք է մաքրես, մատիտ քսես, եւ այլն, ես տենց չեմ սիրում։ Կարծում եմ այս տարբերակը ավելի հարմար կլինի դեռահասներին, ովքեր ուզում են թեթև ինչ-որ սիրուն երանգ ունենան, բայց շատ շպարված չլինեն, իրենց համար շատ լավ տարբերակ է։ Փորձենք այս մյուսը, սա ավելի վառ գույնի է, բայց էլի տինտի էֆեկտ ունի ու
պատվիրել եմ ուղղակի չեմ հիշում։ Ինձ գույնը շատ ատոր է գալիս, ես շատ քիչ եմ նման բառեր օգտագործում, բայց գարնանը ինձ թվում է բավական համահունչ է, արդեն հենց արևը դուրս է գալիս եղանակետականում, ուզում եք ավելի բառ արտահայտվել հագուստի մեջ, դիմահարդարման մեջ, այս տարբերակը օրինակ ինձ շատ դուր կա։ Հաջորդը էլի վերաբերում է շուրթերին, բացենք։ Սա արդեն շուրթերի յուղ է, այսպես կոչված, այն թեթև երանգ ունի ու ավելի շատ շուրթերը փակացնելու համար է, առաջ փորձարկենք։ Շատ փոքրիկ մինիատյուրաներ են։ Սովորական բալզամիկ կոնսիստենցիա ունեն, այսինքն յուրաքանչյուր շուրթերի բալզամ որ կրում ենք, լրիվ դրանց նման է զգացվում, հենց դրանց նման կսվում։ Ես կուզեմ նաև փորձել այս մյուսը, որն ավելի պիգմենտավորված է, տեսնենք այն երանգ ունի թե չէ։ Ունի։ Այդ շուրթերին ոչ մի երանգ չի հաղորդում։ Դրանք զուտ փոքրիկ բալզամներ են, որոնք կարող եք հանգիստ կրել պայուսակում, շատ տեղ չեն զբաղեցնում, շատ թեթև են զգացվում շուրթերի վրա, հաճելի են, այնպես որ որպես բալզամի տարբերակ ու գեղեցիկ դիզայնով իհարկե արժի ունենալ։ Եվ վերջին պատվերը, որ վերաբերվում է շուրթերին, դա մատիտների հավաքածու է, 24 գույն մատիտ։ Մի տուփի մեջ այս երանգներն են, իսկ մյուսի մեջ արդեն այսպիսի տեսք ունեն, երանգները արդեն ետևի մասում է նշված։ Քանի որ արդեն որ վարդագույն երանգ կարգսված շուրթերից, եկեք ավելի մոտ երանգ փորձենք վերցնել։ Ու վերևում փորձենք դրան մոտ մյուս տարբերակից սկսել։ Սա է մոտ։ Այսպիսի տեսք ստացանք, իրականում մատիտները շատ լավ կսվում են, փափուկ են, պիգմենտավորված են, հնարավոր է իրար հետ համադրել, գույները բավականին մոտ են, համեմատելով գին քանակ եւ որակ, ես շատ գոհ եմ այս պատվերից։ Հաջորդը դա այսպիսի գեղեցիկ սաներ է։ Տեսեք, չետաքրքիր գունային խաղ ունի, այն իհարկե պլաստիկից է։ Իրականում ես այսպիսի ուղիղ սաներ ավելի շատ եմ հավանում, քանի որ շոտկաների մեջ մազերը միշտ մնում են, իսկ սրա վրայից շատ հեշտ է հավաքելու կողքիկ պահելը։ Եզրերը անմշակ են, ինչը կարող է վնասել մազերին։ Որակել ապրանք չէ, հաստատ հնարավոր է ավելի լավ որակի տարբերակներ գտնել, բայց տեսքը շատ գեղեցիկ է։ Թեմուից պատվերները մոտենում են ավարտին ու հիմա հասել ենք հենց այն կետին, որտեղ առաջին անգամ ես ապրեցի հիասթափություն թեմայից։ Իմ մեկ պատվեր փաթեթի մեջ ինձ սխալ էր ասել երկու ապրանք։ Առաջինը սա է, ես պատվիրել էի շագանակագույն պրայմեր, իսկ ինձ հասել է սա։ Ինչ է սա։ Ուրեմն սա ֆլոմայստեր է կամ մատիտ է, աչքի ներքևի հատվածում թարթիչներ նկարելու համար, որը տարածված է ասիացիների մոտ, որովհետև իրանք չունեն այդ հատվածում թարթիչներ ու այդ ձևով իրանք ավելի մեծացնում են իրենց աչքերը։ Ինչի՞ս է պետք սա։ Բացատրեք։ Ես այնքան երկար թարթիչներ ունեմ հատկապես ներքևում, որ անգամ չեմ կսում տուշ, որովհետև ինձ մեծ կախված թարթիչներ չունենա։ Ինչի համար են ինձ ուղարկել սա։ Իմ շագանակագույն պրայմերի փոխարեն, որին ես իրականում ամենաշատ այստեղից դրան էի սպասում։ Հաջորդ պատվերն եմ ուզում ձեզ ցույց տալ։ Ես պատվիրել եմ այսպիսի
տուր թարթիչների համար։ Սև, սովորական, ուլտրա երկարացնող, այդպիսի էֆեկտով ինձ շատ դուր էր եկել իր տեսքը արտաքին, որովհետև ներքին պրոդուկտին ես ծանոթանալու եմ եւ այն ինձ մոտ կար։ Ինչ է եկել դրա փոխարեն։ Սա։ Տեսնում եք, ինչ որ բան, ոչ, դատարկ տոպրակ։ Ուղղակի ոչինչ, ավելին ասեմ, այս դատարկ տոպրակի վրա գրված է լրիվ ուրիշ պրոդուկտի անուն, այն ինչ իմ ցանկում ընդհանրապես չի եղել, չգիտեմ, մի խոսքով իրականում միասթափված եմ, չնայած որ ես արագված վատ նշեցի և միանգամից գումարը հետ վերադարձեցի ու գրեցին, որ անգամ պետք չի ապրանքը ետ ուղարկել, ինչ պետք է ուղարկել դատարկ տոպրակ, բայց ամեն դեպքում սա ևս ինձ պետք չի ինչպես է դատարկ տոպրակը, իսկ երկու պատվերներն էլ ես իրոք սպասում էի, այսպիսի բան էր։ Հաջորդը ուզում եմ ներկայացնել ձեզ արդեն Viberis-ի պատվերները, իրականում այդ պատվերները ավելի շուտ էին ինձ հասել, հիմա Viberis-ը շատ լավ աշխատում, մի քանի օրում պատվերները հասցնում են, ի տարբերություն Temu-ին, որտեղ ես 20-25 օր սպասել եմ, որպեսզի ստանամ դատարկ տոպրակ։ Ես չսպասեցի մինչև Temu-ի պատվերը կգար, քանի որ այնտեղ ավելի խնամքի միջոցներ էին ինձ պետք էին, սկսեցի դրանք օգտագործել, բայց էլի ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ կարծիքով ու նաև արտիկոլներով, որովհետև շատ բաներ բավականին լավ որակի են։ Սկսենք էլի շուրթերից, որովհետև շատ քիչ է։ Պատվիրել եմ այսպիսի բալզամ, արդեն սովորական։ Ինքը իրենով վարդագույն երանգ ունի, բայց առհասարակ ինքը լրիվ թափանցիկ է, շատ լավ փափկացնում է շուրթերը ու լավ վերականգնում է վնասվածքները։ Հաջորդը, ինչ որ պատվիրել եմ դեմքի ալի կոսմետիկ միջոցներից, դա այսպիսի բրոնզեր է, էլի միմիշնի արջուկով ու ներսում ևս արջուկ կա։ Ու այս պատվերի հետ նաև որպես նվեր ուղարկել էին այսպիսի գրցին։ Ես այն իհարկե ուրիշ բանի համար եմ օգտագործում, բայց իհարկե որպես նվեր շատ հաճելի է լինում։ Հիմա կարող եք այս բրոնզերից ևս քսելու թանոցնել մեր դեմքը, որպեսզի դուք էլ տեսնեք էֆեկտը։ Շատ թեթև նոր ձևով է նստում դեմքի վրա, ավելի շատ դեմքը երևի թե նախատեսված արդեն կրեմային պրոդուկտը, չոր պրոդուկտով հավելելու համար, ես հենց այդպես էլ անում եմ, չնայած որ առանձին եմ փորձել, էլի թեթև երանգ ունի, ես գոհ եմ այս պրոդուկտից։ Հաջորդը պատվիրել եմ սիպչիտե պուդրը, արդեն բացել եմ իրեն, ճիշտ ասած, այսպիսի գուկա ունի իր մեջ, ես դա չեմ օգտագործում, սկսում եմ հիմնականում պրշկայի մեջ ու վրձինով սկսում եմ քսել դեմքիս։ Չգիտեմ տարբերությունը էկրանից երևում է թե չէ, բայց ինքը դեն շատ թեթև ձևով օգնում է։ Ես պատվերից եմ գոհ, իմ դեմքին ալերգիաներ չի առաջացրել, շատ թեթև է նստում, շատ դիմակային էֆեկտ չի տալիս, նույն ձևով ուղարկում է փայլը դեմքի ու լավ որակի ապրանք է։ Հաջորդը, որ պատվիրել եմ, Mixit-ի տոնիկ, լավ որակի Mixit ֆիրմայի ծանոթ պրոդուկտներով օգտագործում եմ բազմիցս, գոհ լավն է։ Հաջորդը ինչ եմ ուզում ցույց տալ, դա դեմքի շիճուկ է, դուք պլաստիկի է, հավաքվում է ներսում շատ քիչ քանակություն, լավ խնամքի համար մեկ կաթիլը բավարար չէ, պետք է մի քանի անգամ անել։ Դա իր հիմնական թերություններն են, որպես շիճուկ այն լավ է աշխատում, դեմքի հետ կապված նաև պատվիրել եմ 30 հատ այսպիսի կտորի դիմակներ։ Ես իրականում դիմակները օգտագործում եմ զուտ որպես խնամքի միջոց, որպես ուշադրություն քով հանդեպ, այսինքն ինչ-որ վաու էֆեկտներ դրանցից երբեք չեմ սպասել, բայց շատ եմ սիրում այդ ռիտուալը դիմակների առավոտյան
դեմքի խնամքի, դրա համար որոշեցի միանգամից մեծ քանակությամբ պատվիրել ու բավականին մատչելի գնով։ Դիմակները լավն են, ամենակարևորը գրվածություններ չի առաջացնում, չոր չի, մեջի հեղուկը բավականին շատ կա, 15-ից 20 րոպե հանգիստ գրվում է դեմքի ու հետո ինչ որ հետաքրքիր դեմության մնում է դեմքի վրա, որ կարող է այլ ժամանակի ընթացքում ներծծվել ու փափկացնել դեմքը։ Բացի դրանից մեծ քանակություն պատվիրելը շատ լավ է, որովհետև ժամանակի ընթացքում կարող եք որոշակի առարկների նաև նվիրել ձեր հարազատներին։ Ու մնաց մեզ երկու պրոդուկտ, որոնք երկուսն էլ վերաբերվում են արդեն մազերին։ Առաջինը դա լվացվող դիմակ է, այսպիսի Mymuse ֆիրմայից, Vibe-ը պատվիրել պաշտոնական խանութից։ Ես այն արդեն օգտագործել եմ, շատ լավ քսվում է մազերին, շատ լավ փափկացնում է, նույնիսկ կարիք չի լինում հետո կոնդիցիոներ կամ բալզամ օգտագործել։ Եվ վերջինը դա Atto ֆիրմայից այս չմաքրվող մասկան է։ Այն արդեն այսպիսի փոքր տյուբիկով է, սեղմման տարբերակով։ Իրականում այս սեղմակը այնքան լավ չի աշխատում, շատ քիչ քանակություն է մի սեղմումով գալիս, ինչը բավարար չի, ստիպված անընդհատ պետք է սեղմել։ Մասկան ինքը բավականին խիտ է ու ենթադրում եմ, որ շատ շուտ այն կվերջանա, որովհետև երկար մազերի համար պետք է ամբողջությամբ այն ոնց որ քսես, որպեսզի պաշտպանող էֆեկտը իրականացվի, բայց խտության պատճառով պետք է լինելու շատ օգտագործել նրանից ու ինչ որ այդքան էլ հաճելի հոտ չունի, ինչը ինձ դուր չի եկել, սա այնպես չի, որ կարող եմ խորհուրդ տալ։ Այսքանն էին իմ այս անգամվա պատվերները, հուսով եմ հավանեցիք, ինչ որ հետաքրքիր բաներ տեսաք ձեզ համար, ընտրեցիք։ Ես փորձեցի կիսվել իմ անկեղծ կարծիքով, որը այս ընթացքում հենց unboxing-ի ժամանակ է եղել։ Իհարկե որոշ ժամանակ պրոդուկտները փորձարկելուց հետո ես իմ Telegram-յան ալիքում ևս կկիսվեմ ավելի մանրամասն կարծիքով, կարող եք անդամագրվել, հետևել, մեկնաբանություններում գրեք, թե ինչ կուզենաք, որ պատվիրեմ հաջորդ անգամվա unboxing-ի համար, ինչպես նաև մի մոռացեք դնել like, անդամագրվեք էջին, որպեսզի բաց չթողնեք մյուս գեղեցիկ հոլովակները։ Նորից շնորհավորում եմ բոլորիդ տոնի